Մայիսի 16-ին կայացավ վարչապետի գավաթ խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը։ Կապան, Քաջարան, Սիսիան, Մեղրի և Գորիս։ Մրցաշարում ընդգրկված էին մարզի բոլոր համայնքները։ Առողջ ապրելակերպը խթանող այս մարզաձևը ջերմ մթնոլորտում համախմբեց տարբեր տարիքային խմբերի աշակերտներին։ Այսօր մասնակցում են 42 դպրոցներ, 42 դպրոցների 115 աշակերտներ, 2 տարիքային խմբով 7-ից 9-րդ դասարանը 39 աշակերտ և 10-ից 12-րդ դասարանի աշակերտներից 76-ը։ Այս տարվա հեծանվավազքը նախատեսված է եղել 2 փուլով, համայնքային փուլ և մարզային փուլ, բնական է դրանից հետո հանրապետական փուլը։ Մասնակիցներին սպասվում էր 30 կիլոմետր ճանապարհ Օխտար բնակավայրից մինչև Կարմրաքար։ Նրանցից շատերը լարված, մի մասն էլ վստահ էին իրենց ուժի վրա և պատրաստ հաղթահարելու դժվարությունը։ Սպորտով զբաղվում եմ, ինքսին վրա էլ աշխատում եմ լիահագին։ Ես Վարդանեձորից եմ, մասնակցում եմ երկրորդ անգամ, լարվածություն մոտս չկա։ Ես մասնակցում եմ երկրորդ անգամ, լարված եմ, ճիշտն ասած։ Ինձ թվում է կհաղթեմ։ Տրամադրված ենք մարտական։ Հաշվի առնելով, որ մրցաշարը երկրորդ անգամ է անցկացվում, պատրաստվածության մակարդակը բարելավելու համար դեռ անելիքներ կան, նշեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Նախկինում նույնիսկ այս մարզաձևը մրցութային չի եղել, բայց բոլոր դպրոցականները միշտ սիրել են հեծանվավազքը։ Ճիշտ է, ֆիզկուլտուրայի դասաժամերին առարկայի շրջանակներում չկա կամ մի քանի ժամ է նախատեսված, բայց ես կարևորում եմ հատկապես ընկերական այս մարզաձևով զբաղվելը, բնության գրկում լինելը։ Մեղրի Ալվանք բնակավայրից Արայիկին հաջողվեց առաջինը հատել վերջնագիծը։ Թեև առաջին անգամը չէ, որ մասնակցում է առաջնությանը, բայց արդյունքն անսպասելի և ոգևորիչ է։ Սկզբում լավ էր, սկզբում արագ որ պոկվանք տեղից, ոսկ էր կարացինք արագություն զարգացնենք, հետո այս երկար բաժան որ բարձրացանք, տեղեր արդեն դժվար էլի։ Թիմային պայքարում 7-ից 9-րդ դասարաներում հաղթող ճանաչվեցին Կապանի թիվ հիմնական, 10-ից 12-րդ դասարաներում Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցները։ Վարչապետի գավաթ խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի հանրապետական փուլը կկայանա սեպտեմբերին։